Բարև ձեզ, դե ինչ կարող եմ ասել ես ձեզ, հայ ժողովուրդ, նախ շնորհավորում եմ դուխովներին, ազգակործան հեղափոխության բոլոր մասնակիցներին, հատ առ հատ, իրենց հաղթանակ։ Այսօր Վատիկանում մեկնարկում է հայոց պատմության վերանայումը, ինչ-որ գիտնականների համաժողով Հռոմի պապի հատկացրած տարածքում։ Արևմուտք քարոզող, արևմուտք սիրող, օտարամոլ, այսպես կոչված բլոգերներ եւ աղբակույտի մյուս բաղկացուցիչներ, դուք հաղթեցիք, ապրեք, ձեր իղձերն իրականանում են, ուզում եմ դիպել հայ ազգին, ամեն ինչ արեք, որպեսզի այդ գիտաժողովին, այսպես կոչված, կարողանաք հակադրել ինչ-որ մեկ բան։ Եթե իմ անձնական կարծիքն եք հարցնում եւ դա հետաքրքրում է ձեզ, ուրեմն դա այսպես է։ Պետք է դիմեք մայրաթորին, ազգովի, որպեսզի վեհափառը կարողանա կազմակերպել Վատիկանին հակադիր ուրիշ աշխարհաքաղաքական բևեռում համապատասխան գիտաժողով կվալիֆիկացված գիտնականներից բաղկացած։ Այդ աշխարհը քաղաքական կենտրոնները կարող են լինել Թեհրանը, Պեկինը, Մոսկվան եւ ինչու ոչ նաեւ Դելին կամ Կալկաթան։ Դա պետք է կազմակերպվի, դատապարտվի այդ հակահայկական գիտաժողովը եւ ճիշտ գնահատական տրվի Վատիկանի քաղաքականությանը։ Իմ անձնական գնահատականը դա 30 արծաթն է։ 30 արծաթ վերցնողների վերջը մենք գիտենք ըստ կտակարանի։ Ուզում եմ դիմել նաև մեր կաթոլիկ հայերին, Արծիվյան միաբանությանը, Մխիթարյան միաբանությանը, եթե կարող եք հնարավորության չափով խոչընդոտեք եւ արտահայտեք ձեր բողոքը։ Եթե կկարողանաք, ի վիճակի կլինեք բռնել Գաբրիել Այվազովսկու ճանապարհը, դուք դրանով շատ մեծ գործ արած կլինեք հայ ազգի պատմության համար։ Շնորհակալություն եւ վերջ։